Նոծմինդայի Վլադիմիր և Գայոս Ղաշտյան եղբայրների անունը կրող մարզադաշտում 30-րդ անգամ դրվեց ֆուտբոլի հուշամրցաշարի մեկնարկը։ Արդեն ավանդույթ դարձած մրցաշարին մասնակցում են բազմաթիվ ֆուտբոլային թիմեր Նոծմինդայի տարբեր գյուղերից։ Մարզադաշտը մարդաշատ էր։ Ներկա էին նաև ֆուտբոլի վետերանները, ովքեր խաղացել են Վլադիմիր և Գայոս Ղաշտյանների հետ։ Այս տարի արդեն 30 տարի է, ինչ էս մրցումները կանցկացնենք։ Ես գուզեի մեր ժողովրդին բարևել, շնորհակալություն հայտնելու իրանք մեզի հետ մասնակցենք, քանի որ միտքը ու նպատակը այս ամեն ինչուն ժողովրդին համախմբելն է, իրար հետ որ երեխաները, երիտասարդները իրար հետ միանան, իրար հետ ծանոթանան, գեղեգեղ, շփվին իրար հետ, օրալին իրար կողք։ Ու ֆուտբոլի պոպուլարիզացիան, քանի որ ֆուտբոլը մեր ամենասիրած սպորտն է շրջանում, դե հոփարս ու պապաս եղել են հիմքը ֆուտբոլին շրջանին իրանց ընկերների հետ, վետերաններին հետ, այդ որ համար ես ամեն ինչ գուզեմ որ այս տարի լավ անցնի, մեր 30 տարին ավելի հետաքրքիր անցնենք, բայց գլխավորնիկն է որ երեխեքը լավ խաղան ու սպորտը միշտ զարգանա մեր մոտ։ Այս տարի բացումից առաջ հիմի մենք հավաքել ենք վետերաններուն, որոնց որ գուզենք ողջունել, պատրաստել ենք ինչ-որ նվերներ վետերաններուն, քանի որ ցավոք սերտի արդեն հետեն կերտան ու քիչ կմենան։ Պապայիս հետ խաղացողներից երևի կան մեր երկու հոգի, որ այսօր փառքասու ողջ առողջ են, թող երկար տարիներ ապրեն, բայց կան իրանց տեղեքը, իրանց թորները, այսօր արդեն եկել են իմ թորնիկներս, արդեն մասնակցել գուզեն խաղերին, սպորտը զարգանա գետիկ է միտքել։ 30 տարի անունդ մեջ անցկացում են Վլադիմիր և Գայոս Ղաշտյան եղբայրների անունը կրող հուշամրցաշարը։ 30 անգամ նրանց անունը կրող մարզադաշտում հանդիպում են մեր մունիցիպալիտետի լավագույն թիմերը։ Այս հոբելյանական խաղերին մասնակցում են մեր վետերանները։ Նրանց մեջ էլ կան հոբելյաններ։ Եկեք շնորհավորենք մեր հարգելի մարզիկներին։ Վեսլեն Հովհաննիսյանի 85-ամյակը։ Ծափահարենք։ Սերգեյ Ղաշտյանին, Վալիկո Ղաշտյանին և Վլադիմիր Բուդոյանին։ Նրանք նշում են իրենց 80-ամյակը։ Նրանց համար անակնկալ է պատրաստել ֆուտբոլասեր իրենց ընկեր Ռաֆիկ Սավոյանը։ Իդեպ խորին շնորհակալություն ենք հայտնում Սավոյանին մարզիկների անունները վերականգնելու համար։ Եկեք շնորհավորենք բոլորս բուրըն։ Արգելով նրանց անցած աշխատանքը և այն, որ այսօր ֆուտբոլը եթե կա, ապա այս տարիների շերտերով է անցել և այսօր մեր երեխաները որ սիրում են ֆուտբոլը, դա նաև իրենց շնորհիվ է, քանի որ բոլորը ունեն իրենց այն լումբան, որ ետևել է։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Նոծմինդայի մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։ Իր օրհնանքը հաղեց ներկաներին Նոծմինդայի հոգևոր հովիվ Տերարմար Քահանա Պողոսյանը։ Ունենում թող Աստված օրհնի մեր բարերարներին եւ այն, որ մեր բոլորիս համախմբել են այստեղ, մեր առօրյա կյանքից կտրվելու եւ վայելելու այս ֆուտբոլային մրցաշարը, թող Աստված օրհնի իրենց։ Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա, մարզիչս, մարզիկս, բարերարս, ներկա ժողովուրդս, ընթովանյավ սուրբ եւ պատվական Խաչիկոյի խաղաղության, Փերկի ազատիա հերևելի եւ աներևույթ շտամյաց, արժանավորյա գոհության փառավորես քեզ ընթոր եւ սուրբ օգուտ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Բոլորս գիտենք, որ արդեն 96 թվականից իմ օրոքվոր նախաձեռնությամբ հենց նույն տարում երևի է, իսկան գիտեմ, սկսվավ ես մարզադաշտի ցանկապատումը, մասնակցեցի սաղ երիտասարդները ու հենց այդ ժամանակ է նախաձեռնություն եղավ մեր վետերանները, այնքան ցավոք որ այսօրվա դերությամբ քիչ եմ մնացել, մտածեցին, առաջարկեցին, որ պետք է անցկացնենք մրցաշար նվիրված իմ հոր Վլադիմիր Ղաշտյանի անունով, քանի որ 50-ական թվականներում իրեն
նախաձեռնությամբ մեր շրջանը բուրըն վերելք է ապրել ֆուտբոլով, մենակ ֆուտբոլով է չէ, դաուգով, քեմուսկավասկով ու այդ ժամանակ որոշում ընդունեցին վետերաններուն հետ մեկտեղ ու սկսել մերձաշարժումը 96 թվականից մինչև այսօր արդեն 30 տարի է, շատ լավ է, որ գոնե երիտասարդները տարի մի անգամ 3-4 օր գուքան գազբաղվին ու արդեն շատերին հետ խոսից կը ու ես միշտ հանդիպման ժամանակ երիտասարդներուն ասել եմ սպորտով լավ սպորտսմեն դարձիք, դուք տեսիք որ լավ սպորտսմենը ավելի հայտնի է աշխարհի վրա, քան թե գիտնականները կամ ուրիշ մեծ մարդիկ։ Սպորտսմենը առաջնահերթ ամենքին վեր գագաթնագետին կանգնած մարդը ու շատ ուրախալի որ շատ երիտասարդներ արդեն ցանկություն կհայտնեն տարի կամանները կավելնան ու լավ է։ Դա ասված այս բան մեկ քանի տարի է շարունակվի, քանի որ քսեմ էլի մե 30 օր գումարվի, երևի թե արդեն կամաս մոտիկնագը 50-ական թվականներու Բագդանովկայի սպորտին։ Շատ լավ, սիրով մասնակցենք է, շատ ավելի ես կենամ այսօր գյուղերի խմբերը ավելի շահագրգռված են ու լավ մարզված են, շատ լավ։ Նո, երեք վադը օրերը սուղ են, շատ կամաններ չենք կենա ընդկրկե։ Ինչպես իր խոսքում նշեց բարերար, միևնույն դեպքում Գայոս Ղաշլյանի որդին Արմեն Ղաշլյանը սախաթան է երիտասարդներին միախմբելու, նրանց մեջ ամրապնդելու ընկերությունն ու համերաշխությունը, ու մատաղ սերունդներին օրինակ ծառայելու դեպի լավը։ Առաջին գնդակը դեպի դաշտ խփեցին Վլադիմիր եւ Գայոս Ղաշլյանների ծոռնիկները։ Խաղերը կտևեն 3 օր, իսկ մեր լրատվականը կլինի հետևողական այս օրերի ընթացքում։